Պարոն Մելքոնյան, վերջերս Բլումբերգը սեփական աղբյուրին հղում անելով նշել էր, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, ինչ է կարծում, արդյոք այդ 6 ամսվա ընթացքում կբացվի թե ոչ։ Դե ակնհայտ է, որ մինչև Հայաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները Թուրքիան եւ Ադրբեջանը անելու են ուղիղ կամ անուղղակի սատարելու քայլեր իրենց համար շատ ձեռնտու ներկա իշխանության վերարտադրման համար։ Դրանք այդ քայլերը կարող են լինել բացահայտ, քողարկված, ինչպես ասացի, անուղղակի եւ դրանցից ամենականխատեսելիներից մեկը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժի իմիտացիա ստեղծելն է, որը կհանդիսանա այս իշխանությունների համար նախընտրական քարոզարշավի եւս մի դրույթ, որ իբրև խաղաղությունը եկել է եւ 30 տարի փակ լինելուց հետո բացվում է նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանը, բայց այդ նույն աղբյուրում կարծեմ նշվում էր, որ դա պետք է լինի երրորդ երկրների քաղաքացիների համար, այսինքն ոչ թե Հայաստանի քաղաքացիների համար, եւ միայն փոքրաթիվ դիվանագետների համար, իսկ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Նման վիճակ արդեն հիմա էլ կա, վերջին հանդիպումները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում եւ Հայաստանում, կարծեմ նույն այդ դիվանագետները սահմանային այդ ուղեկալը անցնում են։ Այսինքն սա իրականում շատ մեծ եւ շոշափելի քայլ չի լինելու եւ ինչպես ասացի լինելու է իմիտացիոն քայլ, բայց օգնելու է իշխանությունների քարոզարշավի խոսույթը հարստացնել, որը ենթադրում է, որ պետք է նրանց համար օգտակար լինի ընտրական արդյունքների համար, որն էլ իր հերթին ձեռնտու է Թուրքիային, որովհետեւ թուրքական, այսպես քաղաքական դաշտում չեն էլ թաքցնում, որ այս իշխանությունները թերևս ձեռնտու իշխանություններն են, որ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում եղել են, քանի որ շատ հեշտությամբ հրաժարվում են բոլոր այն կարմիր գծերից, որոնք եղել են Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մեջ։ Էրդողանը մի քանի անգամ նշել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ենթադրվում է նաև սահմանների բացում, արդյոք կսպասեն մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, քանի որ դեռ նախաստորագրման փուլում է։ Տեսեք, դրա համար ուրեմն սահման ոչ թե նշվում է սահմանի լիակատար բացում, այլ նշվում է սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել եւ ակնհայտ է, որ Թուրքիան իր նախապայմանները, որոնք կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, պահպանել է մինչև վերջ եւ մինչև Հայաստանը Ադրբեջանի թելադրած պայմաններով չստորագրի խաղաղության պայմանագիր, որը ենթադրում է նաեւ սահմանադրության փոփոխություն եւ այլ դրույթներ, Թուրքիան չի գնա լիարժեք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այդ թվում իմ սահմանների բացմանը։ Սա եւ Էրդողանի եւ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններում բացահայտ դրսևորվում է եւ կարելի է նաեւ ենթադրել, որ ամբողջ այս տարիներին Թուրքիան իր այդ նախապայմանների քաղաքականությունը շատ հստակ պահել է, երբևէ չի նահանջել այդ քաղաքականությունից, անգամ այն ժամանակ, երբ Հիլարի Քլինտոնը ուղիղ տեքստով ասում էր, որ գնդակը Թուրքիայի դաշտում է եւ պետք է քայլեր անել։ Այնպես որ հիմա, երբ այս իշխանությունները սիրահոժար անում են զիջումներ, չեմ կարծում, որ որևէ թուրքական իշխանություն կգնա զիջումների, կգնա հարաբերությունների հաստատման առանց ամբողջ նախապայմանների փաթեթի բավարարում ստանալու։ Իշխանությունները մի քանի անգամ նշել են, որ առանց նախապայմանների է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը։ Դա ամենամեծ դիվանագիտական կուրիոզն է, որ կարելի է լսել այս իշխանություններից, որովհետեւ ավելի մեծ անհամապատասխանություն իրականության հետ, քան այդ հայտարարությունն է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ընթանում են առանց նախապայմանների, հնարավոր չէ, որովհետեւ հենց իրենք այդ հայտարարողները Հայաստանի, չգիտեմ, դիվանագետները եւ այլն անմիջապես հենց իրենք էլ ասում են, որ Թուրքիան այնուամենայնիվ հարաբերությունները կապում է, հարաբերությունների հաստատումը պայմանավորում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, այնպես որ դա ուղղակի որևէ կերպ չհամապատասխանում
իրականությանը։ Եվ Քլաչ Ռուբինյան հանդիպումների առանցքում նաև Ախուրիկ Աքյարա երկաթգծի վերագործարկման հնարավորությունների քննարկումն է։ Դուք ինչ եք կարծում, այս երկաթուղին հնարավոր է ընդհանրապես բացվի հայ-թուրքական հարաբերությունների կամ ապաշրջափակման պարագայում։ Երկաթուղին մինչև շրջափակումը որոշակի ռեժիմով աշխատել է եւ բնական է, որ հարաբերությունների կարգավորման պարագայում տրամաբանական է, որ երկաթուղին պետք է աշխատի։ Իդեպ երկաթուղին նաև երբեմն աշխատել է շրջափակման ժամանակ ցորեն ալյուր տեղափոխելու համար եզակի դեպքերում եւ հիմա այնինչ տեղի ունենում դա այդ շփումները, հարաբերությունները, հանդիպումները հայ եւ թուրք տարբեր պաշտոնյաների, դիվանագետների դա նույնպես իմ կարծիքով հենց այդ իմիտացիոն ընդհանուր քաղաքականության շրջանակներն էր տպավորություն է ստեղծում, որ հանդիպում են, քննարկում են, երկաթգծի հարցն են քննարկում, սահմանային ուղեկալի, չգիտեմ, արգելափակոցի գույնի հարցն են քննարկում, թե ինչ գույն կարելի է ներկել եւ այլն, եւ տպավորություն է, որ process-ը կա, այդ process-ը թուրքական իշխանությունները այսպես պահելու են տաք, գրեթե կիսատակ վիճակում այնքան, ինչեւ որ Հայաստանը վերջնական զիջումների կգնա Ադրբեջանի պահանջներին եւ ուրեմն դրանից հետո արդեն Հայաստանի այդ սահմանի բաց կամ փակ լինելը արդեն Հայաստանի համար կարծում շատ մեծ նշանակություն չի կարող ունենալ, եթե այդ սահմանի բացումը լինելու է ի հաշիվ Հայաստանի սահմանադրության փոփոխության եւ Ադրբեջանի մնացած բոլոր պահանջների կատարման։